Սրտի տանիքներով հաղորդաշարի այս եթերը բացառիկ էր նրանով, որ հյուրը հաղորդավարուհու Քնարիկ Զաքարյանի մայրն էր։ Դերասանուհի Կարինե Ոսկանյանը Star News-ը հետևեց զրույցին։ Կարինե Ոսկանյանը ընդունվել է Հենրիկ Մալյանի կուրսը եւ իրեն երջանիկ մարդ է համարում, որ իր կուրսում է սովորել։ Կուրսի հիման վրա ստեղծվել է թատրոնը, որը թանկ է դերասանուհու համար, երեխայի նման։ Նրա ամենալավ հիշողությունները թատրոնի հետ են կապված։ Մի անգամ նեղացել է Մալյանից, երբ երեխայի ծնունդից հետո գնացել է թատրոն։ Ինձ ասեց Կարինե, մի տեսակ ծանրացել ես, այն էլ բեմի վրա բոլորի մոտ, դա իմ համար մահ էր։ Այդ օրը մի կերպ խաղացի, մյուս օրը մտա իր մոտ, ասեցի բարև ձեզ, ես էլ ձեր թատրոնում չեմ աշխատում եւ սկսեցի լաց լինել։ Ասեց սա մեր թատրոնն է, բոլորինս, քոնը, դու ես թատրոնի ջիգյարն ես, առանց ջիգյարի թատրոն չի լինում։ Ինքն էլ հուզվեց, որովհետև շատ էմոցիոնալ մարդ էր։ Բաժանությունը վերհիշելը հուզեց թե մորը, թե աղջկան։ Շատ ծանր էի տանում մեր բաժանությունը, դա ինձ համար մահվան պես բան էր, ոչ մի կերպ չէի կարողանում համակերպվել։ Գիշերները ես ուղղակի քայլում էի, դա մի տարի չէր, 2 տարի չէր։ Ինձ թվում էր Աստծո կողմից մոռացված եմ։ Առավոտյան 6-ին վեր էի կենում Նարեկացու աղոթքներից մեկը կար «Ինչպես ամուսնուդ վերադարձնես», որը կարծեմ պետք է կարդայիր 34 անգամ։ Ինձ թվում էր, որ գրափարով կարդամ, ձայնս ավելի հասանելի կլինի։ Աղոթում էի գիշեր, ցերեկ։ Շատ ծանր օր էր մի օր, երբ իմացա, որ ամուսնանում եմ։ Այդ օրվանից փոխվեց ամեն ինչ։ Պարզ ա, որ էլի տխրում էի, բայց արդեն գիտակցությունը եկավ։ Ես շնորհակալ եմ Աստծուն, որովհետև инքը ինձ փրկեց։ Я блогер, ну почти. Почти 1 миллион лайков. С ней 90 миллионов. Ладно, так. Смотрите, если хотите посмотреть мои видео, нажмите на колокольчик, подписывайтесь на мой канал. А если хотите посмотреть мои видео или в Инстаграме моем, поищите, написано Вики Наталья Кареновна. А если хотите видео мои посмотреть на iPad, на телефоне, на компьютере, Наталья Кареновна, берете мои видео, и вы их посмотрите. Я вам Андреа. Всем пока! И, кстати, подписывайтесь на мой канал и поставьте колокольчик и лайк. Поставьте миллион. Avmoson ham reisor namer ham operator pastano. Te fixum ենք։ Մարդու վերջն էլ էջ իմը չի, հա։ Ամիր, սինն ակաշտ։ Ասնության հետ չգնացի։ Չվախեց, որ այդ սերեկը գործնես։ Տարեկանը ֆիքսված, ես դրանից հետո էլ աճ ֆիզիոլոգի չզգերնեցի։ Տարիքում արդեն ասեմ, բրավո, այս վատությունը ինձ տարավ այլ լեվել։ Մեկ, երկու, կարող ենք։ Ական հարց ունեմ, ոնց է տրամադրությունը։ Ընտիր, շատ լիացած ու շատ ինքնաբավ, ձեր հետ շատ ճիշտ անցել, լավ ու վատի խնդիր չի, ճիշտ անցել, ոնց որ ես կուզեի ինքս ունենայի հաղորդում, ես այսպես կուզեի, որ լինեի հարց տվող ու պատասխան։ Ուրախ եմ շատ, հարցը։ Շնորհակալ եմ շատ ու ես ուզում եմ մի գաղտնիք բացել, որ Blitz Live-ը առհասարակ ես կյանքում ինչ որ կարևոր որոշում, որ ընդունում եմ ստեղծագործական process-ների հետ ոչ միայն կապված, ես միշտ խորհրդակցում եմ Ավետ Բարսեղյանի հետ, Ավետի հետ իմ լավագույն ընկերոջ։ Blitz Live-ը Ավետի մտահղացումն է։ Շատ եմ քեզ սիրում ու շնորհակալ եմ։ Ես էլ բարի գալուստ եւ բարի ընթացք մաղթենք բոլորովս մեր հրաշք քնարիկին, տաղանդավոր մեր քնարիկ Զաքարյանին, Blitz Live-ով, Անահիտ Սիմոնյան, Նուր, բարև, ինչ լավ մարդիկ են, չնայեմ,
Թող լավ լինեն։ Սկսեցինք, պատրաստ ես։ Սկսեցինք, պատրաստ ենք, ցավ։ Տանը արթնանալուց հաջորդող 30 րոպեների ընթացքում ինչ ես անում։ Սուրճ ու սիգարետ։ Լավ, առաջին աշխատանքդ։ Առաջին աշխատանքս արթնանալիս թե Առհասարակ, չէ։ Երբ որ առաջի անգամ սկսել ես աշխատել։ առաջին աշխատանքս ես վաճառել եմ կասետ։ Ձայներիս։ Աբովյան փողոցի վրա, հետո ընկերներիս, որ դպրոցական ընկերներիս տեսնում էի, ամոթից մտնում էի այդ դախլայի տակը։ Թե ինչից էի ամաչում, չգիտեմ, թող իրակ ամաչեին, որ մեծ դարմայիդներ չէին աշխատում 13 տարեկանում։ Ես ուզում եի քեզ հարցնել ինչ ես հավաքում, առհասարակ ինչ ես սիրում հավաքել, չնայած Գրիչ ու լավ որակի թղթեր։ Ես ուզում եմ ասել, որ Ալբերտը միշտ ասում էր գրիչի գողը դա գող չի, այնպես որ։ Ես ուզում եմ նաև քո եւ իմ ինստագրամցիներին ասել, որ Քնարիկ Զաքարյանը HIT-FM-ում կայացած շատ սիրված հաղորդավարուհին այնքան ջիգարով էր ընդունել ինձ ամփորձ հիմարիս, որ կոնյակի ու գինու խանութից միանգամից ինձ բերեցին HIT-FM ռադիոկայան, Վախթանգը բերեց ու մի քանի հոգուց հենց Քնարիկը իր սիրտը, թևերը, հոգին ու ջիգարը բացեց ու նաև շնորհիվ այս սիրուն աղջկան ես իմ ռադիոկարիերան սկսել եմ շատ բարի մթնոլորտում Քնարիկը միշտ ուզում էի ասել։ Որովհետև անմիջականությունը չէր կարելի չտեսնել ու Այդ պարզապես ուզում եմ ասեմ, առաջի անգամ եմ խոսում, ջեմ ողջույններս։ Շարունակեցինք։ Զայրացած ժամանակ ինչ ես անում։ Գոռում, հիվանդի պես գոռում նաև։ Իսկ կա ինչ-որ մի բառ տենց, որ ներվերդ հանգստացնում է, ասում ես, եթե շատ վատ բառ է, ասեմ տու… Չէ, անասուն, չէ, անասուն։ Օրինակ, ինչը քեզ կարող է շատ զվարճացնել, կամ ով կարող է քեզ միշտ զվարճացնել։ Անին կարող է զվարճացնել, Լուսեն կարող է զվարճացնել, ամեն մեկը յուրովի, ու երկուսն էլ հիմնականում հենց կարող են նույնչափ զայրացնել։ Կարգախոս։ Каркахос, умное выражение лица, это еще не признак ума. Серьезное выражение лица, это еще не признак ума. Все глупости на земле делаются именно с этим выражением лица. Улыбайтесь, господа, ասում բարոն Մյունհաուզենը ու թռնում Լուսին։ Կոմասին կոմենտները կարդում ես, թե չէ։ Անպայման։ Հետո չեմ ալարում տապոչկեքով ընկնում եմ հետևներից օնլայն հարթակում իհարկե։ Հա, եթե փոքր ժամանակ դրանից վիրավորվում էի, հիմա չէ, հիմա ավելի շատ զվարճացնում։ Ինչն է ձեզ զվարճացնում հիմար տառականների հիմար ասածները։ Այ ամենածաղելի փաստը քո մասին, որ կարդացել ես։ Վայ շատ, Սան Ֆրանցիսկոյում Ռիտան ու Սերժը տուն են նվիրել, էդ է շատ խնդալու։ Լավ, 3 բառ, որով քեզ կարող ես նկարագրել։ Բնորոշել։ Էմոցիոնալ, անկեղծ, չզիջող։